Մարզերում ամեն օր 106,000-ից ավելի երեխա դասամիջոցին կանոնավոր տաք ճաշ է ուտում։ Հայաստանում իրականացվող դպրոցական սնունդ ծրագիրն այնքան հաջողված է որակել, երկիրն արդեն միջազգային պատվիրակների է ընդունում փորձի փոխանակման։ Երևան քառօրյա համաժողովի եկած Տաջիկստանի, Ղրղզստանի, նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ու Բրազիլիայի սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի բարձրաստիճան հյուրերին կրթության փոխնախարարը տեղեկացրել է. 15 տարի առաջ դպրոցի ամենափոքրիկների համար Ռուսաստանի աջակցությամբ սկսած ծրագիրը հիմա պետությունն ամբողջությամբ բյուջեից է ֆինանսավորում։ Ավելին մտադիր է այն ընդլայնել նաև բարձր դասարանցիների համար։ Նպատակ ունենք նաև որոշ դպրոցներում պիլոտային փորձարկում իրականացնել միջին դպրոցի երեխաների համար եւ կարծում եմ այդ փորձարկման արդյունքները մեզ արդեն կուղղորդեն, թե ինչպես պիտի համակարգի զարգացումը հետագայում նաև պլանավորվի։ Ծրագրի հայկական տարբերակով դպրոցականներից փոքրերը պարապմունքներին կուշտ են լինում, մեծերը կրթօջախներին կից հիմնվող ջերմոցում կամ ինտենսիվ այգում ծանոթանում են գյուղատնտեսական ժամանակակից լուծումներին։ Աշխատակիցների կողմից աճեցվող բերքը, եթե խոհանոցում չի օգտագործվում, վաճառվում է լրացուցիչ գումար ապահովելով սննդամթերքի կամ ճաշարանին անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար։ Հիանալի գաղափար է, ասում է Բրազիլիայից ժամանած Դանիել Բալաբանը։ Հայաստանը ձևավորել է բավական զարգացած ու լավ դպրոցական սննդի ազգային ծրագիր։ Երկրի այս փորձառությունը կարծում եմ կարող է հաջողված օրինակ ծառայել տարածաշրջանի շատ երկրների համար։ Բրազիլիան ի դեպ դպրոցական սննդի շատ զարգացած մոդել ունի։ Օրն առնվազն 2 անգամ կերակրում են 40 միլիոն աշակերտի։ Անցած տարի ցույց են տվել Հայաստանից գնացած պատվիրակությանը։ Արտասահմանյան գործընկերներից տեղայնացրած հմտությունները պատրաստ ենք փոխանցել այլ երկրների։ Միջազգային տեսանկյունից համաժողովի կարևորությունն են ընդգծում արտաքին գործերի նախարարությունից։ Վերջին շրջանում Լևանտ աշխարհին սպառնացող մարտահրավերների տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի հարավ-հարավ համագործակցությունը զարգացվի։ Այս համատեքստում կցանկանայի նշել դեպի ծով ելք չունեցող երկրների կամ միջին եկամուտ ունեցող երկրների միջև համագործակցությունը եւ փորձի փոխանակումը։ Հրաշալի կլինի, եթե Հայաստանը յուրօրինակ հաբ դառնա եւ դպրոցական սննդի իր մոդելի կուտակած փորձը կիսի այլ երկրների հետ։ Քաջալերում են Պարենի համաշխարհային ծրագրի տեղի գրասենյակից վստահեցնում։ Գրանցած այս արդյունքներով չեն սահմանափակվի։ Հաստատում են համագործակցության նոր փուլի մասին սպասվող լուրը։ Հերթը մայրաքաղաքի դպրոցներինն է։ Մեր հաջորդ քայլի մասին պատրաստվում ենք կրթության նախարարության հետ միասին սննդի ծրագիրը մեկնարկել նաև Երևանի աշակերտների համար։ Հույս ունեմ այս սեպտեմբերից 14 դպրոցում արդեն տարրական դասարանի երեխաները տաք ճաշ ուտելու հնարավորություն կունենան։ Քննարկումների ավարտին համաժողովի հյուրերն այցելել են մարզեր, անձամբ տեսել առողջ ինչ սնունդ են դպրոցներում ուտում մեր երեխաները, ինչ պայմաններում է նրանց համար ճաշ պատրաստվում եւ որտեղ աճեցվում օրվա վիտամին միրգ բանջարեղենը։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։